Սկսվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական այցը Թուրքիա։ Դոնալդ Թրամփը Անկարա է ժամանել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչպես են ընդունել Թրամփին Թուրքիայում։ Թեև սա Դոնալդ Թրամփի երկրորդ կառավարման ժամկետն է, որպես գործող նախագահ նա առաջին անգամ է Թուրքիա այցելում։ Ինտերնետում բաց աղբյուրներում ես չկարողացա հայթայթել տեղեկություն այն մասին, թե արդյոք Թրամփը ժամանակին այցելել էր Թուրքիա որպես գործարար, բայց ամենայն հավանականությամբ այդպիսի այցեր եղել են, քանի որ Թրամփի բիզնես կայսրությունը մեծ շահեր է ունեցել եւ հիմա էլ ունի Թուրքիայում, նույն այդ Ստամբուլի հայտնի Trump Tower երկնաքերերը։ Վերջին ամերիկացի նախագահը, ով եղել է Թուրքիայում, Բարակ Օբաման էր 2015 թվականին Անտալիայում նա մասնակցում էր մեծ 20-յակի գագաթնաժողովին։ Իսկ վերջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգների նախագահի 2009-ի ապրիլին է կայացել, նույնպես Բարակ Օբաման էր Անկարայում։ Դոնալդ Թրամփի այցի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 1 տարի առաջ, բայց մինչ վերջերս հայտնի չէր, թե արդյոք Թրամփը անձամբ է ներկայացնելու մոլորակի թիվ 1 գերտերությունը, թե փոխնախագահը կամ պետքարտուղարն են լինելու։ Բանն այն է, որ Թրամփը ցանկություն ուներ խուսափելու դաշնակիցների հետ տհաճ երկխոսություններից եւ ըստ որոշ տեղեկությունների ամեն ինչ անում էր, որպեսզի չգար Անկարա։ Թուրքիայի արտգործնախագահ Հական Ֆիդանը օրերս հարցազրույցում հաստատել էր, որ այս գագաթնաժողովի նախապատրաստման ամենագլխավոր եւ ամենաբարդ խնդիրը հենց Թրամփին համոզելն էր, որ նա ժամանի Անկարա։ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խոստովանել էր, որ ի վերջո Թրամփը ընդունել է այդ հրավերը միայն մի պատճառով, քանի որ մեծագույն հարգանք ունի անձամբ Էրդողանի նկատմամբ։ Դե Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Էրդողանը նրա անձնական ընկերն է։ Ամենաբարձր մակարդակի ընդունելության էին արժանացրել Թրամփին Անկարայում, իհարկե մոտ 1000 հոգուց բաղկացած թիմ էր նրան ուղեկցում, որը դեռ շաբաթներ առաջ սկսել էր ժամանել Անկարա։ Մի քանի օր առաջ Անկարա էին հաստրել ինքնաթիռով նախագահի անձնական զրահապատ Կադիլակը եւ նույնիսկ անձնական ուղաթիռը մաս ինքնաթիռներով հաստրել էին Անկարա։ Բնական է օդանավակայանում նրան անձամբ Էրդողաններ դիմավորել, իսկ այդ պատվոպահակախմբի զինվորականներին Թրամփը ողջունել էր թուրքերեն, բղավելով ողջույն զինվորներ, մեհրաբա ասքյար։ Բայց թուրքերի համար նաև տհաճ մի բան տեղի ունեցավ։ Բանն այն է, որ Դոնալդ Թրամփը հրաժարվեց այցելել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Մի բան, ինչը դիվանագիտական արարողակարգի այսպես ավանդական կետերից մեկն է տասնամյակներ շարունակ։ Ի սկզբանե կարծես թե ծրագրում կար այդ կետը, դամբարան այցելելու կետը, բայց վերջին պահին, որքան հասկանում եմ, վերանայվել է եւ Թրամփը չի այցելել Թուրքիայի Հանրապետության հիմնադրի դամբարան։ Ինչը բողոքի այսպես ալիք է առաջացրել մասնավորապես ընդդիմադիր թուրք գործիչների շրջանում։ Մասնավորապես ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ սա տապալում է թուրքական դիվանագիտության համար, քանի որ Դոնալդ Թրամփը ամերիկյան պատմության առաջին նախագահն է, ով արհամարում է այս ավանդույթը եւ պսակ չի դնում հանրապետության հիմնադրի շիրիմին։ Արտյոմ, ինչու էր Էրդողանի համար այդքան կարևոր Թրամփի այցը։ Դե նախ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Էրդողանի համար այսպես յուրահատուկ նվեր էր, քանի որ հնարավորություն է տվել նրան որսալ միաժամանակ մի քանի նապաստակների։ Սա լավ առիթ էր Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների ռեստարտը ապահովելու համար։ Բանն այն է, որ գագաթնաժողովի ընդունող կողմի կարգավիճակը մի շարք առավելություններ է տալիս։ Նախ հնարավորություն է տալիս Էրդողանին առանձին բանակցություններ ունենալ Թրամփի հետ ավտոնոմ առանձին մնացած առաջնորդներից եւ ավելի շատ երկար ժամանակ բնական է իրենք միասին կանցկացնեն։ Մյուս կողմից սա այսպես հնարավորություն է ընդգծելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի հատուկ դերը։
Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև այս վերջին լարվածության ֆոնին Թուրքիան ընդգծում է, որ ինքնուրույն խաղացող է ՆԱՏՕ-ում եւ այդ ամենը հնարավորություն է տալիս Թուրքիային Միացյալ Նահանգների աչքերում իր կշիռը ել ավելի արժևորել։ Վաշինգտոնում դա գնահատում են եւ ամեն ինչ փորձում են անել, որպեսզի Անկարան Եվրոպայի հետ ամերիկացիների այս մրցակցության մեջ իր կողմը լինի։ Իսկ ինչ հարցեր են քննարկվելու երկկողմ ձևաչափով։ Բանակցությունների կետերից մեկը տարածաշրջանային անվտանգությունն է եւ ահա այս համատեքստում հնարավոր է քննարկեն նաեւ Հայաստանի համար կարևոր հարցերը, բայց բնական է, որ բանակցությունների ամենակարևոր թեման լինելու է Թուրքիայից այդ պատժամիջոցները հանելու թեման։ Հիշում ենք, պատժամիջոցները ժամանակին ամերիկացիները կիրառել էին ռուսաստանյան S-400 համակարգերը գնելու պատճառով եւ արդեն մի քանի տարի է ինչ Թուրքիան ապարդյուն փորձում է հասնել դրան, որպեսզի այդ պատժամիջոցները վերջապես վերացվեն։ Եվ այդ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Թուրքիային վերադառնալ F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրին եւ նաեւ հնարավորություն կտա Միացյալ Նահանգներից գնել կան տեսակի թուրքական ինքնաթիռների կործանիչների համար այդ շարժիչներ գնելու համար։ Թրամփը խոստովանում է, որ իսկապես պատրաստ է առևտրի այս թեմայի վերաբերյալ։ Այսօր ասուլիսում նա նույնպես ասել է, որ այդ թեման քննարկվում է, իսկ օրեր առաջ Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Բարակը ակնարկել է, որ հնարավոր է հենց Անկարայում այս հարցում բեկում արձանագրվի, որից հետո Միացյալ Նահանգները արդեն կհանեն Թուրքիայից այդ պատժամիջոցները։ Մի քանի շաբաթ առաջ Պետդեպը նախաձեռնությամբ մտել է կոնգրես, խնդրելով արտոնություն տալ Թուրքիայի հետ մեծ ռազմական գործարք կնքելու մոտ 800 միլիոն դոլարի, բայց կոնգրեսում բազմաթիվ հակառակորդներ կան այս գործիքի եւ այդ հակառակորդների թվում են առաջին հերթին հրեական, հունական ու հայկական լոբբիի առաջնորդները։ Մասնավորապես այդ գործարքը տապալելու գլխավոր նախաձեռնողներից մեկն է հայկական խմբի ղեկավարներից մեկը, կոնգրեսական Դինա Տիտուսը։ Բացի այդ Նետանյահուն էլ անձամբ է դիմել Դոնալդ Թրամփին, խնդրելով չհանել Թուրքիայից պատժամիջոցները եւ թույլ չտալ, որպեսզի Թուրքիան գնի Միացյալ Նահանգների շարժիչներ, որոնք կարող են օգտագործվել հետագայում Իսրայելի դեմ։ Շնորհակալություն Արտյոմ։